Գիտեք, ես շատ անգամ եմ ասել այստեղից, էլի ուզում եմ կրկնեմ, որ Աստված կարող էր ուղղակի գար այս երկրագնդի վրա ամեն ինչ աներ, ինչ որ պետք է փրկության համար, ինչ որ արեց։ Խաչի վրա մեռնել, հարություն անել, հետո համբարձվել երկինք եւ ասել՝ հիմի ոնց ուզում եք ապրեք։ Ես ես տվել եմ խոսքը, խոսքի միջոցով ապրեք ու գնացեք այնպես ինչպես որ խոսքը ասում է, բայց մենք գիտենք որ այդպես չի։ Աստված հոգատար Աստված է։ Նա հիմի երկնքում մեզ համար բարեխոսում է, բացի դրանից մեր ամենակարող Աստված, բացի դրանից մեզ հնարավորություն է տալիս, որ մենք ամեն անգամ ուշադրությունը դարձնենք դեպի նա, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին է խոսքը, եւ ամեն ձևով հասկանանք, որ ինքը չի դադարում մեր հանդեպ հոգատարություն ունենալու, ու երբ որ մենք դժվարություններ ու նեղություններ ենք ունենում, ինքը այնտեղ հանգիստ չի, իր համար մտածելով, որ դե ինքը դե բոլորս էլ լավ գիտենք, չէ՞ որ ինչ որ կատարում մեր կյանքի մեջ դժվարություն կամ նեղություն կամ խնդիրներ է եղնում, շատ անգամ մեր պատճառով է եղնում։ Մենք սխալ ենք անում ու ընկնում ենք խնդիրների մեջ։ Եվ Աստված էլ չի ասում, գիտեք, դուք ընկաք խնդիրների մեջ, դուք էլ ոնց ուզում եք դուրս եկեք։ Քիչ առաջ մենք Եզրասի մասին գրքից կարդացինք, թե ինչպես այդ քահանան, որ աղոթք էր անում, խնդրում էր Տիրոջը այն ժամանակ, երբ որ Իսրայել ժողովուրդը, ընտրված ժողովուրդը հեռացել էր Աստվածանից ու անօրության մեջ էր գտնվում։ Ու այդ քահանան աղոթք էր անում, խնդրում էր Տիրոջը, որպեսզի Տերը լսի իր ձայնը, եւ մենք բոլորս լավ գիտենք, որ Տերը լսում էր այն ժամանակ մարգարեների, քահանաների աղոթքները եւ Իսրայել ժողովուրդը շատ անգամ հեռանում էր Աստվածանից, նորից վերադառնում էր, Աստված էր վերադարձնում ու ամեն ինչ անում էր, որպեսզի նրանք կարողանան շարունակեն Աստծո հետ միասին քայլելու։ Այսօր էլ ես մի քանի համարներ եմ ուզում կարդալ ու դրա վրա խոսալ։ Մենք այս բանի մասին այնտեղ շամշուլդում է խոսացինք, բայց գիտեք, շատ անգամ եղնում է, որ մի քանի համարներ Աստծո խոսքի մեջ ներկայացված անհավատին ու հավատացյալին մի քիչ տարբերության է ներկայացնում, ու այսօր ես կասեմ այդ տարբերությունը ինչումն է, երբ որ դու անհավատին ես ասում այս նույն խոսքը, ու երբ որ դու հավատացյալին ես ասում։ Մատթեոսի ավետարանի մեջ 11-րդ գլխի 28-ից 30 համարներում այսպիսի կոչ է արվում Տիրոջ կողմից, մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ Матфея 11 глава, 28-30 стихи. Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեր վրա արեք իմ լուծը եւ ինձանից սովորեցեք, որտեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որտեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Գիտեք, երբ որ սա կարդում ենք, ես համոզված եմ, որ սա բոլորիս համար շատ հայտնի համար է, մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր մոտ է կանչում, որպեսզի մենք այս կյանքի մեջ հանգստություն ունենանք։ Սա երկնքի արքայության մասին չի խոսում, սա այստեղ այս երկրի մասին է խոսում, ու այս խոսքը, որն որ այսօր մենք լսում ենք, այս մի քանի համարները, շատ անգամ կարող է մարդկանց շփոթության մեջ գցի, թե Աստված երբ որ կանչում է իր մոտ, ինչից է ուզում մեզի հանգստացնել։ Ինչից է ուզում հանգստացնել, որովհետև գիտեք, շատ մարդիկ կարող են մտածեն այս ֆիզիկական ծանրություններից, ինչ որ այս կյանքի մեջ կա, աշխատանքը, հոգսերը, ուրիշ շատ բաներ, որ ցավոք սրտին մեր կյանքի մեջ բավականին ծանրություն է տալիս, ու մենք հոգնում ենք այս ամեն ինչից։ Դե գիտեք, որ ամեն օր նույնը, ես 10 տարվա ընթացքում այն որ ժողովրդական խոսքը զավոտ կրավոտի հարցը կա, գնում էի առավոտը վաղ գնում էի գործարան, իրուգունը ուշ գալիս էի, ու ես գիտեի, որ դա ամեն անգամ պետք է կարգանվի, բայց ես գիտեի, որ դա ինձ շատ կարևոր է, որովհետև ու ծանր գործ էր, թեթև գործ չէր, ինձ պետք է, որպեսզի ես էլ ու իմ ընտանիքը ունենանք միջոց, ապրելու միջոցը, որ մենք կարողանանք մեր գոյությունը պաշտպանել։ Բայց եկեք նայենք, թե Աստված ինչից է ուզում մեզ ազատել, հանգստացնել, եթե մենք մտածում ենք այս կյանքի ծանրություններից, դժվարություններից, աշխատանքը կամ ուրիշ բաները, եկեք հիշենք, որ Տերը ոչ թե մեզ ուզում է, որ մենք դադարենք աշխատելուց, դադարենք այս դժվարությունների մեջ լինելուց, այլ ընդհակառակը ինքը ամեն ձևով կոչ է անում, որպեսզի մենք
ծույլության մեջ չլինենք։ Որտեւ երբ որ մենք սխալ ենք հասկանում, մենք մտածում ենք մեկ ուրիշ ձևով, բայց Աստված մեզի ծույլության չի բանը կոչանում։ Նայեք, ես մի երկու տեղ եմ ուզում կարդալ, որտեղ որ Աստված շեշտում է, որ մենք ծույլ չպետք է լինենք, ու դրա համար այս խոսքը սրա համար չի։ Եփեսացոց 4-րդ գլխի 28 համարը, տեսեք ինչ է ասում նա։ Եփեսացան 4 глава 28 стих։ Նա որ գողանում էր, թող էլ չգողանա, այլ մանավանդ աշխատե իր ձեռքերը բարի գործերը, որ ունենա տալու պետք ունեցողին։ Այս մեկը Եթե ինչ որ մի բան էր անում, որ կարող էր քո գոյությունը պաշտպանել ուրիշի հաշվով, այստեղ գողության մասին է խոսքը։ Դու պետք է դադարես այդ բանը անես, որպես հավատացյալ ու աշխատանք անես։ Երկրորդ տեղը, որ ուզում եմ ձեզ համար կարդալ, երկրորդ Թեսաղոնիկեցին 3-րդ գլխի 10-12 համարն է գրված, այսպես է ասում Աստված մեզ, որ մենք մտածենք դրա մասին։ Ուրեմն 2 Фессалоникийцам 3 глава 10-12 стихի։ Որովհետև երբ որ ձեզ մոտ էի, սա է պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի կամենում գործել, թող չուտել, որովհետև ձեզանից ոմանք համար լսում ենք, որ անկարգությունով են վարվում, բան չեն գործում, այլ հայտակրկիր ման են գալի։ Այնպիսիներին պատվիրում ենք եւ աղաչում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ հանդարտությամբ աշխատեն եւ իրենց հացը ուտեն։ Այսը շատ կարևոր է, որ մենք պետք է հասկանանք, որ մենք ազատված չենք այս ֆիզիկական կյանքից, ոչ հոգսերից, ոչ աշխատանքից։ Մեզ հանգիստ տալը դրանից Աստված արգելում է, ասելով, որ մենք պետք է աշխատանք էլ, եթե կյանքի մեջ հոգսեր կա, պետք է կրենք այդ հոգսերը, ու ինչի մասին է Աստված ասում, երբ որ ինքը կոչ է անում, ինձ մոտ եկեք։ Գիտեք, երբ որ մենք նայում ենք այս կոնտեքստի վրա, ինչի մասին որ գրված է այստեղ, մինչև հետո մենք տեսնում ենք մի շատ ցավալի վիճակ այն ժամանակ, երբ որ Իսրայել ժողովուրդը ոչ թե աշխատանքից կամ հոգսերից է տանաբերված, ավելի, բայց այն ժամանակ ծանաբերված էր այն հոգևոր ծանրությունով, որն որ այն ժամանակվա հոգևոր մարդիկ դրել էին իրանց վրա։ Գիտեք, Աստվածաշունչը ըստ աստվածաբանների ասում է, որ Աստված երբ որ Մովսեսի միջոցով օրենքներ էր դնում, այդ օրենքները մոտավորապես 360 օրենք էր, որն որ Աստված ասել էր, որ այս պետք է անես, բայց ստացվեց այնպես, որ երբ որ եկավ ժամանակ ու մարդիկ սկսեցին իրենց գաղափարները առաջ դնել, ինչպես դու գիտեք այսօր էլ շատ մարդահանար գաղափարներ կա հոգևոր ասպարեզի մեջ, երբ որ սկսեցին դնելը, մի կրկնապատկեցին այդ պատվիրանքները, եթե այն ժամանակ 360 էր Աստվածանից տված, հրեաների համար մոտավորապես 600, պատկերացեք 600 պատվիրանքներ, որոնցից շատերը ընդհանրապես Աստծուց չէր։ Ու Մատթեոսի ավետարանում դուք գիտեք, որ երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը դիմում էր մարդկանց ու առանձնապես այն ժամանակվա էլիտային, որոնք որ հենց այս գաղափարները դրել էին մարդկանց վրա, այս ծանրությունները, քարոզի ժամանակ նա այսպես ասեց։ Մատթեոսի 23-րդ գլուխ, ամբողջ գլուխը գրված է այդ բանի մասին, բայց ուզում եմ հիշեցնել, որ առաջի մի քանի համարներում ինչ է ասում Աստված։ Մատթեոսի 23-րդ գլուխ, առաջի 4 համարներն եմ ուզում կարդալ, Մատվե 23 глава 1-4 стиха։ Այն ժամանակ Հիսուսը ժողովուրդների եւ իր աշակերտների հետ խոսեց եւ ասեց. Մովսեսի աթոռի վրա դպիրները փարիսեցիները նստեցին։ Արդ ինչ էլ որ ասեն ձեզ պահեցեք եւ արեք, բայց նրանց գործերի պես մի անեք, որովհետեւ ասում են, բայց չեն անում, որովհետեւ ծանր ու դժվարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերին, բայց իրանք մատով չեն ուզում շարժել նրանց։ Ծանր եւ մեծ բեռնակիր գաղափարներ։ Դու գիտեք, որ այն ժամանակ, երբ որ դեռ նոր էր սկսել ես
ծառայությունը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծառայությունը, ինքը Տերը շատ անգամ մարդկանց հետ խոսալու ժամանակ հիշեցնում էր, որ բաներ կա այս կյանքի մեջ, որ Աստվածանից չի։ Ես ուզում եմ հետո տեղափոխվել այսօրվա վիճակի մեջ ու մի քիչ խորանանք այդ գաղափարի վրա, որովհետև նորից եմ ասում, անհավատի ու հավատացյալի համար այս հանգստի կոչը տարբեր է։ Երբ որ այն ժամանակ մարդիկ գիտեին, որ Աստված ասել էր, որ 6 օր աշխատեք եւ 7-րդ օրը, շաբաթ օրը, այն ժամանակ շաբաթ էր հրե ժողովրդի համար տրված հանգստի օր էր։ Դուք գիտեք, որ այդ շաբաթը Աստված դրել էր հանգստանալու համար։ Ու ինքը այդ շաբաթը չէր դրել, որպեսզի մարդիկ պաշտեին շաբաթը Աստծու նման։ Բայց եկավ ժամանակ, երբ որ մարդիկ այդ շաբաթը դարձրեցին պաշտելու առարկա եւ միջև առ այսօր, եթե նայեք հրեաներին, շաբաթ օրը իրանք այնպեսի բաներ են անում, որ մարդու ծիծաղն էլ է գալիս, լույս անջատել, միացնել իրավունք չունեն։ Կամ ինչ որ լիֆտի մեջ մտնում են, ինչ որ ոնց որ ասեցին Հրեաստանում արդեն այնձևի լիֆտեր են, ներողություն։ Հա, Հրեաստանում, Իսրայելում այնպես լիֆտեր են բաները, որ մարդը մտնում է, կնոպկա չի ուղ տալի, ինքը իրան լիֆտը գնում գալիս է, որ հանգարց այդ կնոպկիկը չուղ տան շաբաթ օրը, կոճակները չուղ տան ու ինչ որ մի բան չանեն։ Այս ամեն ինչը Աստված չի ասե, ու դուք տեսեք, ես միտեղ եմ ուզում ձեզ հետ կարդալ, որ մենք հասկանանք, որ մարդիկ ինչ բեռներ էին դրել ժողովրդի վրա ու ինչքան ծանր էր նրանց համար կռելու այդ բեռները։ Մարկոսի 2-րդ գլխի 27-ից 28 համարները։ Ընտրում եմ շատ լսեցեք, ինչ է ասում Աստծո խոսքը այս կարևոր գաղափարի մասին, որն Աստված մեզ տվել է։ Մարկը 2 գլխա 27-28 ստիխի։ Եվ նրանց ասեց. շաբաթը մարդի համար եղավ եւ ոչ թե մարդը շաբաթի համար։ Ուրեմն մարդի որդին շաբաթի էլ Տերն է։ Հետաքրքիր է, գիտեք, երբ որ շաբաթը քու վրա այնքան ուժեղ ազդեցություն է տալի, որ նա քեզ տիրում է, բարի բուն իմաստով, որ դու շատ բաներ ինչ որ Աստված չի ասել, դու չես անում, կամ թակարակը անում ես ինչ որ Աստված չի ասել։ Այդ գիտեք, շատ մարդկանց համար այնքան ծանր է դա թվում, որ մարդիկ հոգնում են այդ դժվարություններից, մտածելով, որ այս ինչքան բաներ է դրված մեզ վրա, որ մենք պետք է կատարենք, միթե Աստված այսքան դաժան է։ Եթե մենք տեղափոխվենք այսօրվա վիճակի մասին, տեսեք ինչեր են դրել այսօր քահանաները մարդկանց վրա։ Գմտնում եք ներսը բաների մեջը, այնտեղ մոմեր են վառում, եսի սրբապատկերներ են պաշտում, մոմը որն որ դուրսը ծախում են մի քանի կոպեկներով, ներսը 10-15 անգամ ավելի թանկ են ծախում։ Ու նրանք ասում են, չի կարելի դրսից մոմ բերել, որովհետև դրսի մոմը օրհնված չի, դու ներսի մոմը պետք է վառես, ու դրա համար ստիպված մարդիկ հանում են վերջի կոպեկները իրանց վերջի փողերը հանում են 10 անգամ ավելի են տալիս, որ մենակ մոմ վառեն ու կարողանան իրենց աստվածապաշտության մեջ առաջնորդվել։ Հետո մկրտության հարցը, մենք տեսնում ենք, որ այսօր երբ որ մտնում ես այնտեղ պրեսկուրատներ է դրած, մկրտությունը էս արժի, էս արժի, այն արժի, ու շատ անգամ երբ որ մարդիկ ասում են, բա ինչ անենք, չունենք, ոնց կարող ենք մեր երեխեքին մկրտել, իհարկե հասկանալի չի, որ երեխեքին մկրտելը ընդհանրապես հիմարություն է, բայց միևնույն ժամանակ հավատքով առաջնորդվելով ոնց կարող ենք, եթե ես այդքան մեծ գումարներ չունեմ, որպեսզի տամ այն քահանաներին, որ նրանք իմ երեխեքին մկրտեն։ Էլի շատ բաներ, որոնք մարդկանց վրա ծանրություն են դնում։ Ես հիշում եմ, կանգնած եմ, ես դրա մասին էլի ասել եմ, կանգնած են տղեկը, խոսում են, բողոքում են, մոտիկած ասա, ինչի մասին եք բողոքում, այ իմ երեխիս ուզեցի կնքել, բայց մտա եկեղեցի ու ընդեղ ինձ այնից որ գին խփեցին, ասում է, որ ես մտածեցի, որտեղից ճարեմ այդ բանը, հարցրեցի, չգիտեմ, որտեղից ուզում ես ճարի, մենք ունենք մեր կները։ Սա ցավ է, գիտեք, որովհետև երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը կանչում է դեպի իրեն, ինքը մարդուն կանչելով ազատում է այդ ծանրաբերված բաներից, ինչը որ մարդիկ դրել են մարդկանց վրա։ Երբ որ ես այդ տղեկին ասեցի, բայ դուք երբ որ Աստվածաշունչ կարդաք, դուք այդպես բաներ չեք տեսնա, որովհետև դուք սխալ բաներ եք անում ու դրա համար դուք ինքներդ ծանրաբերված եք այդ բաներով ուրիշներից խապված։ Բա ինչ անենք։
Երբ որ ես ասացի մեր մոտ դուք սեկտանտներ եք, դուք ինչ գործ ունեք, մենք ինչ գործ ունենք ձեր մոտ։ Այսպես մարդկանց խաբելով ու մարդկանց ծանրաբերված դնելով, միևնույն է մարդիկ մտածում են որ դե որ կա ուրեմն պետք է անենք այդ բանը։ Որտեղից անենք, որտեղից որ ուզում եք արեք։ Չունեմ, գնա որտեղից ուզում ես ճարի։ Եվ սա ցավ է, գիտեք, որ այս մարդիկ այսքան ծանրաբերված, նայեք հրեա ժողովուրդը։ Հրեաները, երբ որ օրերից մի օր Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսը այստեղ էր գտնվում, ես մի տեղ եմ ուզում կարդալ ձեզ համար, որպեսզի դուք մտածեք դրա մասին նույնպես։ Մատթեոսի 15-րդ գլխի առաջի 6 համարները։ Матфея 15 глава, 1-6 стихов։ Ուշադիր, խնդրում եմ ուշադիր լսեցեք, որովհետև այս ամեն ինչը ինչ էլ որ գրված է, Աստվածանից չի, ինքը Հիսուսը եկավ եւ ասեց որ դուք ձեր ավանդությունների պատճառով ձեր ինքներդ ձեր ծանրաբերում եք։ Այն ժամանակ Երուսաղեմի դպիրները եւ փարիսեցիները Հիսուսի մոտ եկան եւ ասեցին. Ինչու համար քո աշակերտները ծերերի ավանդույթը զանց են անում, որովհետև իրենց ձեռքերը չեն լվանում, երբ որ հաց են ուտում։ Նա էլ պատասխան տվավ եւ ասեց նրանց. Ապա դուք ինչու եք Աստծո պատվիրանքը զանց անում ձեր ավանդության համար, որովհետև Աստված պատվիրեց եւ ասեց. պատվիր քո հորը եւ մորը, եւ իր հորը կամ մորը բամբասողը կամ ուրիշ ձևի ասողը անիծողը մահով մեռնի, բայց դուք ասում եք թե ով որ հորը կամ մորը ասե պատարակ է, այն որ ինձանից պիտի շահվի, նա թող չպատվի իր հորը եւ իր մորը։ Հետաքրքիր է, գիտեք, հրեաները գիտեին 5-րդ պատվիրանքը, որ Աստված ասեց, որ դու պետք է պատվես քո հորդ ու մորդ, բայց հրեաների առաջնորդները այնպես էին արել, որպեսզի մարդը ազատվի այդ բանից։ Փողամուծում, մարդուն տանում է ծերանոց, գցում այն ժամանակ ծերանոց չկար, վանքեր կային, որ փողը մուծում է ասում, ես ազատ եմ։ Մարկոսի ավետարանում գրված է, որ երբ որ մարդը մի անգամ փոշմանում է ու ասում է, որ կորբանի մասին, կորբան նշանակում է ես ազատ եմ իմ ծնողներից, հետո մարդը մտածում է, ես ինչ արեցի, ես ոնց կարող եմ իմ ծնողներից ազատել, ու երբ որ ինքը ուզում է վերադարձնի իր վիճակը, վերադարձնի իր ծնողներին, չէ, այդտեն չի կարելի, դու արդեն կորբանը տվել ես, դու իրավունք չունես այդ բանը անելու։ Ու գրված է ասում թույլ չեք տալի, որպեսզի մարդը իր սխալը դրստի։ Ձերքեն լվանալ, սա հարցը գիգիենայի մասին չի, գիտեք, որ մենք մտածենք, որ այն ժամանակա ժողովուրդը ոնց էին մտածում գիգիենայի մասին, չէ, սա ուղղակի արարողություն էր, երբ որ հրեա մարդը պետք է հատուկ արարողություն անի, լվացման արարողություն անի, որպեսզի ինքը երբ որ փողոցում ինչ որ մեկի հետ հպվում է կամ հեթանոսների հետ կպնում է հեթանոսներին, որ կարողանա լվացվի ու մաքրվի։ Հիշում եք, չէ՞, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինչ ասեց։ Մարդուն չի պղծում այն ինչ որ մարդու ներսն է մտնում, այլ մարդու ներսից ինչ որ դուրս է գալի, դա է պղծում։ Ու մենք պետք է հասկանանք, իմ սիրելի քույր եղբայրներ, ես ինչի եմ ուզում ասել։ Կարող է պատահի մենք էլ մոմ չենք վառում, ինչպես այսօր մեզ ստիպում են, մենք մատաղներ չենք անում, մենք սրբապատկեր չենք պաշտում, մենք կարող է այդ պրակտիկան դադարել ենք արտաքնապես գործելու, բայց մենք ազատվել ենք մեջից, թե չէ։ Որովհետև մարդը կարող է պատահի արտաքնապես ասի, ես չեմ անում, բայց ներսը դեռ շարունակում է այդ վիճակի մեջ գտնվել ու կասկածներ է մարդու մեջ առաջացնում, բա որ հանգարտ ճիշտ եղնի, այս մոմը, այս սրբապատկերը, այս ամեն ինչը, ինչ էլ որ այսքան ժամանակ մարդիկ անում էին, հետո մի օր մենք որոշեցինք, որ էլ չպետք է անենք։ Եթե քո մեջը դեռ կա այդ բանը, Աստված էլի քեզ էլ է կանչում, ինձ էլ է կանչում, արի իմ մոտ, ես քեզ հանգստություն, այդ բանից ես քեզ կհանգստացնեմ։ Իմ սիրելիներ, ինչ էլ որ Աստծո խոսքին հակառակ է, ինչ որ Աստծո խոսքի մեջ գրված չի, ինչ էլ որ մարդահանար է, մենք պետք է դրանից լրիվ ազատվենք, ոչ թե արտաքնապես, էլ չենք անում, այլ ներսի վիճակից մենք ազատ պետք է լինենք ու ասենք, որ փառք Աստծո, Աստված ինձ այդ ծանրություններից ազատեց, որովհետև ես ժամանակին այդ ծանրության մեջ էի գտնվում, ճնշվում էի, բայց այսօր Աստված ինձ ազատեց, որովհետև ես եկա Քրիստոսի մոտ, իր կոչը ընդունեցի, եկա Քրիստոսի մոտ ու Քրիստոսը ինձ այդ հանգստությունը տվեց։ Այդ առաջինն է, ինչ որ կա, մեր Տեր Հիսուս Քրիստոսի կոչը, ինձ մոտ եկեք բոլոր բեռնավորված եւ
հոգնածներ։ Երկրորդ կարևոր բանը, ինչ էլ որ մեր կյանքի մեջ պետք է մենք գիտենանք, էլի Մատթեոսի 11-րդ գլխի 29 համարում, այսպիսի խոսքեր է գրված, Матфея 11 глава, 29 стих, часть. Ձեզ վրա արեք իմ լուծը եւ ինձանից սովորեցեք։ Գիտեք, մեր կյանքի մեջ շատ կարևոր է, որպեսզի մենք Աստծո խոսքը թե լսելը, թե կարդալը սովորելու համար անենք։ Որովհետև Աստված ասում է ինձանից սովորեք։ Ինչն է խնդիրը այսօրվա ժողովրդի ու այն ժամանակվա հրեաների։ Ինչն էր խնդիրը։ Իրանք չէին սովորում Աստվածանից։ Իրանք սովորում էին մարդկանցից։ Այսօր դուք գիտեք, որ ամբողջ մի կազմակերպություն կա, այսպես կոչված Եհովայի վկաներին, որոնք որ սովորում են մարդկանց մոլորություն։ Ու խնդիրը գիտեք ինչու՞մն է, որ մարդիկ մոլորված էին։ Որովհետև իրանք ոչ թե իրանք խելքով էին առաջնորդում ու աստվածանով, այլ մարդկանց մտքերով։ Իրանք ասում են դուք Աստվածաշունչը չեք կարող կարդալ, դուք չեք կարող հասկանալ, հատուկ մարդիկ կան, որոնք որ կարող են հասկանալ, ու այդ մարդիկ ձեզ համար Աստվածաշնչի մեկնաբանությունն են տվել, հատուկ գիտեք, իրանք բուկլետներ ունեն, Ստարաժիվայե բաշնյա, ուրիշ շատ բաներ, որոնք միջոցով մարդիկ բացատրում են այս համարը ինչ է նշանակում։ Ու ժողովուրդը փոխանակ վերցնի Աստվածաշունչը կարդա, ու Աստվածանից սովորի, իրանք մարդկային գաղափարներով են առաջնորդում։ Ու սա մենակ այդ հարցը չի, գիտեք, որ շատ անգամ լինում է։ Մեր եկեղեցում ես շատ անգամ եմ լսել, երբ որ մարդկային ավանդույթները այնքան ուժեղ են ազդել մարդու վրա, որ մարդը ընկել է այդ վիճակի մեջ ու չգիտե ոնց դուրս գա։ Հաղորդության սեղանի ծառայության ժամանակ ես շատ անգամ եմ եղել, որ մարդկանց հարցրել եմ, ասել եմ, եղել է այդ մոմենտներ, մոտիկացել եմ, ասել եմ, քույր կամ եղբայր, ինչի այսօր չընդունեցիր հաղորդության սեղանի ծառայության բանը, բարիքները, ասում է, գիտես ինչ, ասում է, այս վերջի շաբաթում ես մի քանի սխալներ գործեցի, որի պատճառով ես ինձ թույլ չտվեցի, որ ընդունեմ հաղորդության սեղանի բարիքները։ Հարցրեցի, դու ապաշխարել ես քո արած սխալ գործողությունների վրա։ Այո, բա ի՞նչն է պատճառը։ Չգիտեմ, գիտեք ինչի համար, որովհետև իրան ասել են, որ առանձնապես վերջի շաբաթը ու առանձնապես վերջի օրը դու այնքան պետք է զգույշ եղնես, որ մեղք չգործես, որ հաղորդության սեղանի ծառայությունից չզրկվես։ Բա այն մեկ էլ շաբաթները, մեկ ամիսը մեկ ենք անում, չէ՞։ Այն մեկ էլ շաբաթները դու կարող ես ազատ քեզ համար մեղք գործես ու խիղճը չտանջի, հենց վերջի շաբաթը եկավ ու վերջի օրը եկավ, իրանք չունես։ Որովհետև եթե մեղք գործեցիր, դու պարտավոր ես չընդունել հաղորդության սեղանի ծառայություն։ Այս ցավը, որ մարդկանց մեջը կա, ու էլի շատ բաներ կա, որ փառք Աստծո, մեր եկեղեցում շատերը ազատվել են, բայց ես չգիտեմ ազատվել են թե չէ ներկնուստ։ Որովհետև նորից եմ ասում, երբ որ ես համաձայնվում եմ մարդկանց հետ, ասում եմ այո, որովհետև գրված է այդպես, ես պետք է համաձայնեմ լրիվ եւ արտաքնապես եւ ներքնուս։ Եթե իմ մեջը դեռ չի գործում այն Աստծո խոսքը, որն որ ինձ լրիվ ազատել է ու հանգստացրել է այն մարդկային ավանդույթներից, ես դեռ այն ծառայության մեջ եմ, մարդկային ավանդույթների ծառայության մեջ եմ գտնում, վրաստը ռուսերեն ասում, ստրկության մեջ եմ գտնում, ու դա ինձ ծանրություն է բերում։ Գիտեք, շատ անգամ խիղճը այնքան ուժեղ է ազդում մարդու վրա, որ մարդը հանգստություն չունի։ Տերը ասում է ինձանից սովորի։ Ամեն ինչ լավ կեղնի, ինձանից սովորի, բայց մենք էլի նորից դադարում ենք Աստծուց սովորելը ու նորից մարդկային ավանդույթների մասին ենք սկսում մտածել, որն որ մեզ խանգարում է ու մեզի ծանրաբերում է ամեն տեսակի։ Հովհաննես 16-րդ գլուխ 14 համարը։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք Յոհաննա 16 глава 14 стих։ Նա ինձ կփառավորե, որովհետև ինձանից կառնե եւ կպատմե ձեզ։ Սուրբ Հոգու մասին է խոսքը։ Երբ որ մենք վկայում ենք, սիրելի քույր եղբայրներ, որ մենք Սուրբ Հոգի ունենք, մենք պետք է հասկանանք, որ այդ Սուրբ Հոգին ուղղակի իզուր տեղը մեր մեջը չի գտնվում։ Նա տեղ չունի, որտեղ գտնվի ու եկել է մեր մեջն է մտել, չէ։ Նրա գլխավոր նպատակը, որպեսզի ինչ որ Հիսուսից վերցրեց, մեզ տա։ Ու երբ որ մենք լսում ենք Սուրբ Հոգու ձայնը, մենք անպայման կսովորենք Աստվածանից այն ճշմարտությունը ու կարողանանք ազատվել այն ծանրություններից, որ մարդկային ավանդույթները մեզ վրա դնում են։ Ազատվել ոչ թե արտաքնապես նորից եմ ասում, ես էլ չեմ անում այդ բանը, այլ լրիվ ներքնուս ազատվել ու ես համոզված գիտենամ, որ ապրում եմ ճիշտ կյանքով։ Հովհաննես 13-րդ գլուխ 15-ից
17 համարները։ Շատ հետաքրքիր բաներ կա Աստծո խոսքի մեջ, որոնց մեզ հնարավորություն է տալի, որ մենք մտածենք այդ բանի մասին։ Այստեղ ոտքերը լվանալու մասին է գրված, դու գիտեք, Տերը մի օր այդպիսի բան արեց, բայց մենք դրա մասին պետք է հասկանանք ճիշտը։ Ուրեմն Իոաննա 13 գլավա 15-17 стихի։ Որովհետև ես ձեզ օրինակ տվի, որ ինչպես ես ձեզ արի, դուք էլ անեք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ծառան իր տերիցը մեծ չէ, ոչ էլ ուղարկվածը մեծ է իրան ուղարկողին։ Եթե այս գիտեք, երանելի եք, թե որ այս անեք։ Գիտելիքները լավ բան է, գիտեք, բայց հավատացյալ մարդը իր կյանքի մեջ չպետք է բավարարվի միայն գիտելիքներով։ Ես գիտեմ, ու շատ անգամ ես լսել եմ, ես գիտեմ այդ բանը, բայց որ գիտես, դու անում ես այդ բանը թե չէ։ Երանելի եք դուք, մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում, որ եթե գիտեք, այդ ձեր գիտելիքները օգտագործում եք ձեր պրակտիկ կյանքի մեջ։ Որ եթե դուք կարող եք մտածել, որ այնտեղ կան այո քահանաներ, ծառայողներ, տարբեր ձևի ծառայողներ կան, այն ժամանակ կային ծառայողներ տարբեր ձևի ու ժողովուրդ կար, որոնք որ տաճար էին գալիս, այսօր մենք բոլորս գիտենք, որ մենք բոլորս էլ ծառայողներ ենք։ Հավատացյալ մարդը ոչ մի անգամ չի կարող իրան բարձրացնել այն պատճառով, որ իր ծառայությունը մարդկանց կարծիքով ավելի բարձր է, քան մյուս քույր եղբայրների ծառայությունը։ Ես չեմ կարող ասեմ, որ իմ ծառայությունը ամենագլխավորն է ու ձեզանից ամեն մեկը ով ինչ կարգի ծառայություն ունի, դրանից հետո է։ Մենք բոլորս էլ ծառա ենք ասում։ Եվ դուք հիշում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինչ արեց։ Երբ որ Զատիկի օրից առաջ ինքը վերցրեց եւ իր աշակերտների ոտքերը լվացրեց։ Ինքը այդ բանը պետք է չաներ, որովհետեւ ոտներ լվանալը միայն ծառաների ու պատժված մարդկանց գործողություններ։ Եթե ինչ որ մեկը պատժված է, նա իր պատիժ իր գործին դու կգնաս պետք է ոտքերը լվանալ։ Անհրաժեշտ բան է այն ժամանակ։ Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը արեց այդ բանը, ցույց տալով, որ եթե ես անում եմ որպես Տեր, դուք էլ ինձ նման պետք է ծառայեք, ոչ թե խազայնություն անեք։ Սովորեք ինձանից, որովհետև ես ամեն ինչ անում եմ, որպեսզի ձեր կյանքի մեջ ինձ նմանվող եղնեք, որ կարողանաք երկինք ժառանգեք։ Երրորդ կարևոր բանը, ինչ էլ որ մեզ պետք է Տիրոջ մոտ գալու եւ Տիրոջ սովորելի պայմանը, որ դա կարող է մեր կյանքում հաջողվի, դա Հիսուսի հեզությունը եւ խոնարհությունը ընդունելը մեր կյանքում է։ Էլի մի անգամ կրկնեմ։ Տիրոջ մոտ գալը եւ Տիրոջ սովորելը շատ կարեւոր է, որ մենք սովորենք մեր Տեր Հիսուս Քրիստոսից հեզություն եւ խոնարհություն։ Նայեք ինչ է ասում Մատթեոսի 11-րդ գլխի 29 համարի երկրորդ մասը։ Матфея 11 глава, 2 часть 29 стиха. Որտեղ ես հեզ եմ եւ սրտով խոնար եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Գիտեք, հետաքրքիր է, որ երբ որ մենք խոսում ենք Հիսուսի մասին, որպես Աստծո թագավորի եւ հեզության ու խոնարհության մասին, այն էլ սրտով խոնարհության մասին, մի քիչ հակասություն կա, որովհետեւ մեր կյանքի մեջ մենք ամեն ինչ տեսնում ենք, որ հակառակն է։ Եթե ինչ որ մեկը պաշտոն է ընդունում, ինչ որ պաշտոն, թեկուզ շատ անգամ եկեղեցիներում, ինքը երենքանն է բարձրացնում իրան, որ ինքը մտածում է, որ ինքնավոր կա։ Այլ չեմ ասում անհավատներին, որոնք որ պրեզիդենտներ ու բաներ, մինիստրներ են դառնում, որոնք որ պաշտոն են ընդունում ու վերջ, իրանք այնքան են բարձրացնում իրանց, որ չգիտես թե ինչ պետք է անի։ Ու երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը օրերից մի օր որոշեց մտնել Երուսաղեմ։ Հիշում եք, չէ՞, այդ բանը դեռ մինչև այդ գրել էր Զաքարիան, հետո բանը նոր կտակարանում Արաքյանները գրեցին այդ բանը, ուզում եմ Զաքարիայի վարքարության մեջ կարդալ ձեզ համար այն հայտնի համարը, որն որ մեզ տված է։ Զաքարիա 9-րդ գլուխ 9-րդ համարը։ Զաքարիա 9 глава 9 стих։ Մեծապես ուրախացիր ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղակի ով Երուսաղեմի աղջիկ։ Ահա քո թագավորը գալիս է քեզ մոտ, նա արդար ու փրկագործ է, հեզ եւ էշի վրա հեծած, այսինքն էշի ձաքի ավանակի վրա։ Հետաքրքիր է, գիտեք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկավ այս ֆիզիկական կյանքի մեջ, նա մարմնի մեջ ծնվեց, բայց չդադարեց Աստված լինելու,
չդադարեց ամբողջ տիեզերքի թագավոր լինելու։ Ու գիտեք, երբ որ այն ժամանակ թագավորները հաղթանակով մտնում էին այն քաղաքները կամ երկիրները, որոնք որ իրանց գրավել են, իրանք վերցնում էին ամենաընտիր անասունները։ Շատ անգամ ձիերը, այն էլ անպայման սպիտակ ձի պետք է եղներ, կերմակ ձի, որպեսզի աչքին գցեր, կամ եղնում էր փղերի վրա էին նստում, մեծ անասունների վրա, որպեսզի իրանց փառքն ու պատիվը ցույց տային։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, գիտեք, երբ որ որոշեց Երուսաղեմ մտնել, փառքով մտնել Երուսաղեմ, ու դուք գիտեք, որ այդ մեծ աժիոտաժը, որ կատարվեց այն ժամանակ, որ մարդիկ ճյուղեր էին պոկում, իրանց հանդերձներ էին գցում նրա առաջը, մենք գիտենք, որ ինքը կարող էր որոշել, որ ինչի՞ չէ, ինչի ուրիշները ինչով են պակաս, վերցնեմ մի հատ լավ սպիտակ ձի ճարեմ, նստեմ վրան, ինչպես ինքը էշը ոնց արեց, չէ՞, ուղարկեց իր առաքյալներին, ասեց գնացեք այնտեղ ինչ որ մի հատ էշը իր ավանակով կապած, ձակով կապած, արձակեք բերեք, եթե հարցնեն ինչի, ասեք որ Տերն է ուզում։ Նույն ձևով կարող էր պայմանավորվել մի ձիատիրոջ հետ, որ ասեր որ գնա եւ ձի բեր, բայց Տերը այդպես չարեց, գիտեք, որովհետև ոչ թե միայն այն բանի համար ինքը պետք է Զաքարիայի մարգարեությունը կատարեր, այլ հենց Զաքարիայի միջոցով ինքը ասեց, գիտեք, այն ժամանակ դեռ մի քանի 100 տարի առաջ Աստված իր հեզությունով ցույց տվեց, որ երբ որ ինքը կգա կծանվի այս մարմնի մեջը եւ օրերից մեր պետք է մտնի Երուսաղեմ, Զաքարիայի միջոցով ասեց, էշի վրա պետք է մտնեմ։ Ոչ ձի, ոչ փիղ, էշի վրա։ Դրանով ցույց տալով, որ ինքը թագավոր լինելով ինքը կարող էր նաև էշի վրա նստած ու դա իր համար ամոթ չէր։ Գիտեք, մենք այսօր ապրում ենք այս ֆիզիկական կյանքի մեջ, շատ անգամ ամաչում ենք այս կամ այն բանի համար։ Ամաչում ենք, որ մենք այն ավանդական եկեղեցի կոչվածի մեջ չենք, այլ ինչ որ մի ուրիշ շատ մարդկանց կողմից սեկտանտ կոչված եկեղեցիների կողմից ենք։ Չենք ուզում վկայություն տալ, չենք ուզում ավելորդ հարցեր պետք է տան, ավելորդ բաներ պետք է ասեն, ու ես է պետք է ամաչեմ, ինչի ավելի լավ է սուս կենամ։ Ինչի ես պետք է ամաչեմ, եթե իմ Տերը չամաչեց, էշի վրա նստեց ու մտավ Երուսաղեմ։ Ինչի ես պետք է չամաչեմ, թեկուցե մարդիկ ինձ անարգեն ու ասեն, տո սեկտանտի մեկը, տո բապտիստը, ես ինչ ասես ասեն, ինչի պետք է ամաչեմ։ Ես եթե ուզում եմ սովորել Տիրոջիցը, Տերը ամեն ինչ արել է իր կյանքի մեջ։ Ինձ պետք է որպեսզի ես նրան նմանվեմ։ Ու իմ խոնարհությունը, ու իմ հեզությունը, խոնարհությունը դա ներքին վիճակն է, հեզությունը խոնարհության արտացոլումն է, բացահայտությունն է։ Պետք է լինի ինչպես Տերը արեց այդ բանը։ Նորից եմ ասում, ինքը կարող էր ձի ճարեր, սպիտակ ձի ճարեր, նստել վրան ու մտներ Երուսաղեմ, բայց էշի վրա մտավ։ Ավելին կասեմ, երբ որ Պողոս Առաքյալը գրում էր Ֆիլիպպոսոց թուղթը, Ֆիլիպպեցի մարդկանց ներկայացնելով Քրիստոսին, ինքը Քրիստոսին ներկայացեց որպես հեզ եւ խոնար անձնավորություն։ Նայեք, շատ հայտնի համար, գիտեք, ես գիտեմ, որ դուք հիմի շատ լավ գիտեք այս համարը, բայց հավատացեք, որ ես հույսով եմ ձեզ էլ այդ նույն բանն է, ինձ համար այնքան հաճույք է միշտ կարդալ այս տեղը, այնքան ուրախություն է բերում, որ ես չեմ դադարում այս տեղը կարդալով մտածել, որ ինչքան կարելի է կարդալ, ընդհակառակը, ինչքան շատ եմ կարդում, այնքան ավելի ուրախանում եմ։ Ֆիլիպպեցոց 2-րդ գլուխ 9-ից 8 համարները, ներողություն, 5-ից 8 համարները։ Ֆիլիպպիցам 2 глава с 5 по 8 стихи։ Ձեր ամեն մեկը թող այն մտածի, որ Քրիստոս Հիսուսումն էր, որ Աստծո կերպարանքում լինելով հապշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով մարդկաց նման լինելով եւ կերպարանքով մարդի պես գտնվելով իրեն խոնարեցրեց, ուշադիր լսեցեք, եւ հնազանդ եղավ միջև իմախ, եւ այն էլ խաչի մահ։ Գիտեք, երբ որ դու գիտես ինչ է նշանակում խաչի մահ, երբ որ դու հասկանում ես, թե այդ ինչ խայտարակություն է, մենք երեք Շամշուդում խոսում ենք ու մարդիկ ասում են այս խաչը, այնտեղ խաչ կա, ես որ անցնում եմ, ես մեկը ասեց, ես կնքված չեմ, բայց հենց խաչի առաջ անցնում եմ, խաչակնքում եմ երեսս, գիտեք, երբ որ մարդը հասկանում է ինչ է նշանակում խաչը, որ դա խայտարակության նշան է, որտեղ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խայտարակ եղավ, բարի բուն իմաստով, մեր պատճառով, մեր մեղքերը այդ խաչապայտի վրա գանվելով, մենք պետք է հասկանանք մի բան, մեզ համար խաչը չի որ պաշտելի է,
այլ այն խաչյալը, որն որ խաչի վրա մեռավ մեր բոլորիս համար։ Պետք է ջոգենք խաչն ու խաչյալը ու ձգտենք այդ երկուսի մեջ առարկայապաշտության մեջ չընկնել։ Այո, մենք տեսնում ենք, որ այստեղ խաչ կա, այնտեղ մեր աղոթատան գլխին խաչ կա, բայց սրանք դրված են ոչ թե դրա համար, որ մենք պաշտենք այս առարկան, այլ որպեսզի մենք ցույց տանք, որ մենք քրիստոնեական եկեղեցի ենք։ Որ այսօր դուք գիտեք, որ բացի քրիստոնեական եկեղեցի Թիֆլիսում տարբեր ձևի կրոններ գոյություն ունեն, բայց միևնույն ժամանակ մեզ համար առարկան ոչ մի անգամ պաշտելի պետք է չլինի։ Ու նորից եմ ասում, մեզ համար պաշտելի ոչ թե արտաքնապես պետք է չլինի, ել ես այդ բանը չեմ անում, այլ իմ ներսում արդեն ես լրիվ մաքրված եմ այդ գաղափարներից ու մտքերից։ Խոնարհություն։ Հետաքրքիր է, որ շատ անգամ երբ որ խոնարհություն բառը ասում են, մարդիկ շատ զգուշանում են խոնար երևալու։ Խոնար երևալու։ Սիրելի քույր եղբայր, եթե դու ի սրտե խոնար ես, պետք չի քեզի ցույց տալ, որ դու խոնար ես։ Դու ինքը իրանով էլ արդեն խոնարհություն կունենաս։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինքը ամեն ինչ արեց, որպեսզի մարդկանց ցույց տա, որ ինքը խոնար է։ Եվ ես չեմ կարդում ոչ մի տեղ, որ Հիսուսը ամեն անգամ զգույշ էր, միշտ միտքը տեղը դրած էր, որ հանգած մարդկանց մոտ մտեմ, հանգած ինձ չի գորոզի տեղ չդնեն։ Ինքը ապրում էր կյանքով ու ինքը ցույց էր տալու, որ ինքը իրականում խոնար է։ Շատ անգամ մենք մեր վրա խոնար ընդունելով, որպես խոնար ընդունելով շատ անգամ սխալներ ենք գործում։ Ես մի հատ օրինակ եմ ուզում, իմ կյանքից օրինակ եմ բերում, որպեսզի ես ինքս էլ մտածեմ, որ եթե միջև անգամ ես ինքս ինձ մտածում եմ իմ մասին, որ ես խոնար եմ, շատ անգամ այդ խոնարհությունը անեցա օդը ծնդում մի անգամ, երբ որ ես հանդիպում եմ այն ձևի խնդիրներին, որ շատ անգամ լինում է մարդու կյանքի մեջ։ Այս մի քանի ժամանակ առաջ այստեղ իմ չեմ ասի կոնկրետ մարդկանց մասին, բայց ես հեռախոսով խոսում եմ ինչ-որ մեկի հետ ու այդ անձնավորությունը ասեց, որ ասում է ես մեկին հրավիրեցի, բայց ինքը ասեց, որ ես առողջական խնդիր ունեմ ու դրա համար ինքը չեկավ։ Ես էլ բացի հեռախոսում խոսում եմ, ինչ որ հասկանում, ինչ որ տեսել եմ, այն եմ ասում։ Ասում եմ ինքը ինչ կապ ունի դա։ Իր կնիկը պետք է գա ու որտեղ այդ իր կնիկը ամեն ինչ կառավարում է ինքը ու ամեն ինչ իր խոսքով անում։ Ինքը ուղղակի կնոջը լսում է ու այդ բանը անում է։ Այսինքն ազատ ասեցի, որտեղ ես մի քանի անգամ տեսել եմ թե կնիկը ոնց է խառնվում գործերի մեջ ու դուրս եկավ որ իմ այս հերախոսի խոսալու ժամանակ մեկ ուրիշ հերախոս, որից նախ մեկ ուրիշը խոսացել էր, մոռացել էր անջատել ու նրանք լսում են այն ինչ որ ես ասում եմ այս հերախոսով։ Լսում են ու օրերից մի օր երբ որ հանդիպեցինք իրար հետ մոտիկացանք, ինքը կանչեց ինձ, երիտասարդ տղա է, իմ երեխուց ավելի փոքր, փոքր, կանչեց ինձ ու ասում է ես քեզ հետ խոսալու բան ունեմ։ Ասում է դու ինչ իրավունք ունես իմ ընտանիքի մասին այդպիսի բաներ խոսալ, երբ որ դու ասում ես որ իմ ընտանիքի մեջ իմ մերս ավելի մեծ ազդեցություն ունի քան թե հերը։ Ասի դու որտեղ գիտես այդ բանը ասի։ Ես երբ որ հերախոսում լսեցի, հերախոսը չէին անջատել, լսեցի ամեն ինչը ու ինչ շատ վատ զգացի, ասում եմ։ Այ դու ո՞նց ես կարծում, եթե քեզ ասեն այդ բանը, դու ո՞նց կզգաս։ Գիտեք, միանգամից ես ներողություն խնդրեցի, ասեցի կներես, ես սխալ արեցի։ Ես ինչ որ տեսել եմ այդ բանը եմ արել, բայց եթե դա քեզ նեղացնում է, կներես ինձի, բայց տեսեք ինչ կատարվեց իմ մեջ։ Դուրս եկա անդեղից իմ մեջ տակուն ուրա եղնում։ Ես կոմ ներողություն խնդրի, ես կոմ հասկացա որ սխալ եմ ասել։ Իմ մեջ տակուն ուրա եղնում, ես չեմ մտածում, այս երեխան եկավ ինձ, ինչ իրավունք ուներ այս երեխան։ Մի քանի օր տանջվում էի։ Հենց հիշում էի, թե չէ տանջվում էի, ոնց այս երեխան եկավ ինձ բան պետք է ասի, ասենց էլ հետս ասենց կոպիտ ձևով խոսա, մի քիչ կոպիտ խոսաց, հա։ Ուր գնաց իմ խոնարհությունը։ Երբ որ այս խնդիրը կար, ուր գնաց, ես խոմ հասկանում եմ, որ ես սխալ արեցի։ Ես որ հասկանում եմ, որ մարդուն նեղացրեցի։ Ու ես էլ ներողություն եմ խնդրեցի, ուր գնաց իմ խոնարհությունը։ Այս շատ անգամ մենք այդ վիճակի մեջ գտնվում ենք, երբ որ հանդիպում ենք այսպիսի հարցերին, եւ մենք պետք է հասկանանք, որ մենք սովորում ենք Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոսի կյանքի մեջ, գիտեք, մի քանի ժամանակ հետո, երբ որ այսինքն տանջանքի մեջ էի գտնում, ես կարդում եմ ինչ-որ միտեղ ու Տերը ոնց որ բացարեց իմ գաղափարը, ասում է այդ բալա ես երբ որ ինձի նեղացնում էին, քեզ նեղացրեցին անտեղի, տեղի նեղացրեցին, որովհետև դու սխալ արեցին։ Ինձ անտեղի էին նեղացնում։
Երբ որ ես այս ֆիզիկական կյանքի մեջ եմ, ես ամեն ինչ անում եմ այնպես ինչպես որ պետք է, իսկ ժողովուրդը ինձ նեղացնում են։ Որտեղ է գրված որ ես ինչ որ մի բան եմ անում ժողովրդին հակառակ։ Որտեղ է գրված որ ես տանջվում եմ, չարչարում եմ։ Ես ներում եմ։ Ու իմ ներելը ոչ թե միայն բերանով էր, այլ նաև ներքին վիճակով։ Սիրելի քույր-եղբայր, ինչքան բան մենք ունենք սովորելու Հիսուսից։ Ու առանձնապես այն խոնարհությունը, որ շատ անգամ մենք կարծում ենք, որ մենք խոնար ենք, բայց երբ որ գալիս է մոմենտ, մենք տեսնում ենք, որ չէ, էլի սովորելու կարիք ունենք։ Տարիներ է անցել, ես 32 տարվա հավատացյալ եմ, ու ես 32 տարվա ընթացքում դեռ լրիվ խոնար չեմ կարող ինձ համարել։ Որտեղ այսպիսի խնդիրներ, երբ որ լինում է իմ կյանքի մեջ, երբ որ ինչ-որ մի երեխա գալիս է ու ինձ հանդիմանում է, ճիշտ է հանդիմանում, ինձ համար շատ դժվար է։ Եվ ես տանջվում եմ, ու դա ինձ ցույց է տալի, որ ես դեռ էլի սովորելու կարիք ունեմ։ Ես համոզված եմ, որ դուք էլ ձեր կյանքի մեջ շատ անգամ ա եղել, երևի, երբ որ դուք խոնարհություն չեք ցույց տվել։ Ու այդ ժամանակ Տերը պատրաստ է իմ մոտ արեք։ Ես քեզ կսովորցնեմ, իսկական խոնարհությունը ու հեզությունը իմ մոտ է։ Եթե ինչ որ միտեղ ուրիշտեղ գնաս, դու չես սովորի այդ բանը։ Եվ վերջի 4-րդ բանը։ Այդ վերջը չի, ես ուղղակի 4-ն եմ ընտրել, բայց համոզված եմ, որ եթե դուք փնտրեք, դուք ավելի շատ բան կգտնեք։ Մատթեոսի 11-րդ գլխի 30 համարը։ Матфея 11 глава 30 стих։ Որովհետև իմ լուծը քաղցր է եւ իմ բերը թեթև։ Որովհետև իմ լուծը քաղցր է եւ իմ բերը թեթև։ Գիտեք, երբ որ մենք մարդահանար այս գաղափարների մասին խոսում ենք, մենք երբ որ ուշադրություն դարձնում ենք Աստծո խոսքին, Աստված էլ ոչ պակաս բերներ է դրել մարդու վրա։ Արգելել է այն ինչ որ մարդը ուզում է ու հրամայում է այն ինչ որ մարդը չի ուզում։ Չէ՞։ Ճիշտ շատ անգամ եղել է, չէ՞։ Երբ լավ օրա, կիրակի օրա, կարող եմ գնամ ինչ որ միտեղ, նստեմ, ուտեմ, խմեմ, եկեղեցի պետք է գնամ։ Այս լավ պայծառ օրին գնաս եկեղեցի այնտեղ նստես 2 ժամ, այն ոնց որ ասում եմ, գլխիդ նատացիա կարդան, խոսան, բան անեն, ավելի լավ չի գնամ ինչ որ միտեղ բնությանը ինձ համար ուրախանամ, բան անեմ։ Աստված պատվիրել է, ու մենք Աստծո պատվիրանքը ընդունել ենք, կարծես թե մեր վրա պետք է բեր լինի։ Բայց նրանք որ ասում են, «Էս պետք է անես, այն պետք է անես», նա բեր է, իսկ Աստծո այս պատվիրանքները բեր չի, չէ։ Ինչի։ Ինչի Աստծո պատվիրանքները բեր չի։ Նայեք առաջի Հովաննու 5-րդ գլուխ 3-րդ համարում։ Ես էսի կասեմ ու հետո բացատրեմ մի քանի գաղափարներով։ Եթե հասկանում եք, լավ է։ 1 Иоанна 5 глава 3 стих։ Որովհետև սա է Աստծո սերը, որ նրա պատվիրանքները պահենք։ Ուշադիր լսեցեք վերջի խոսքերը։ Եվ նրա պատվիրանքները ծանր չեն։ Ծանր չեն։ Մարդկային պատվիրանքները ծանր են։ Դրել են մարդկանց վրա, այդ պրեսկուրանտը դրել են $200, $300, որտեղից ուզում ես ճարի։ Մոմը գնում ես դուրսը մի քանի կոպեկ արժի, այնտեղ 10 անգամ ավել պետք է այնտեղից առնես, որտեղից ուզում ես ճարի։ Մատաղ պետք է անես, պետք է գնաս լավ ոչխար առնես, լավ բանը, ու հետո բազար չանես։ Ոչ մի առևտուր չանես։ Ինչ որ ասեցին, նենել պետք է տաս։ Որտեղից ճարեն, որտեղից ուզում ես ճարի։ Ու ինքը, գիտես, ձերքերը լվանում է այդ ծառայողը, ձերքերը լվանում է, ասում է, իմ գործս չի, մեր մոտ այսպես է դրված ու դու պետք է այդպես անես, եթե ուզում ես, եթե չի գնա ուզում ես ինչ ուզում ես արա։ Ու մարդը մտածում է, բա ինչ անեմ, բա երեխես, բա մկրտված չի, բա քրիստոնյա չի, բա ո՞նց անեմ որ քրիստոնյա դարձնեմ, կամ ո՞նց անեմ որ դժոխքից ազատեմ։ Այս իմ երեխուս ոնց որ կմեծանա ու չգիտեմ ինչ պետք է դառնա։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանքները իրականում կարող են ծանր լինել, եթե մենք չգնանք նրա մոտ։ Լուծ, ինչ է նշանակում լուծ։ Յարմո ռուսերեն ասում են։ Դու գիտեք որ ժամանակին այսօր այդ դրա խնդիրը չկա, որովհետև այսօր տրակտորներ կան, բավականին մեծ տեխնիկա կա, որոնք կարող է հողը վառել, բայց առաջ մարդիկ վերցնում էին անասունները, միանտեսակ անասուններ, եզա, էշա, ձիա, վրան դնում էին մի հատ բան, ասես բան էին դնում, փետի, ու այդ անասունները քաշում էին խոպանը, որոնք հողներ հերկում։ Ու ամեն անգամ երբ որ անասուն ընտրում էին, իրանք չէին ընտրում տարբեր ձևի անասուն, որտեղ նրանք տարբեր ուժեր ունեին ու սխալ կանեին այդ գործը։ Բայց մենք, երբ որ
մտնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի լույսի տակ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ հետ միասին մտնում է այդ լույսի տակ։ Ու ամեն ինչ որ անում է մեծամասնությունը ինքն է անում, գիտեք։ Երբ որ մենք ինչի ենք մենք հանգիստ, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ լծված ենք ճշմարտության մեջ, որտեղ մենք գիտենք որ ինքը ամեն ինչ որ անում է, մեզանից շատ ավելի է անում։ Ինքը մեզ ուժ է տալիս ու ինքն էլ մեզ հնարավորություն է տալի, որպեսզի ամենամեծ ծանրությունը իր վրա եղնի։ Հիշում եք Պետրոս Արաքյալը ու ուրիշներն ինչեր են ասում է հոգս մի անեք, որտեղ Աստված արդեն ձեզ համար հոգս է անում։ Այդ լույսը որ դրված է մեզ վրա, Քրիստոսը անտեսանելի մեր կողքը այդ լույսը քաշում է ու ինքը ամենամեծ դժվարությունն է տանում։ Դրա համար երբ որ մենք իրականում Քրիստոսի հետ լծված ենք այդ լույսի մեջ, մենք ոչ մի անգամ ծանրություն չենք զգա։ Եթե դու չես լծված Քրիստոսի հետ, իմ սիրելի բարեկամ, իմ սիրելի քույր, եղբայր, թեկուզև դու ապաշխարելու մկրտված ես, եթե Քրիստոսի հետ չես լծված այդ լույսի մեջ, քեզ համար ամեն ինչ ծանր կեղնի։ Ու այս խոսքը որ Հովհաննես Արաքյալը ասում է, Աստծո պատվիրանքները ծանր չեն, դուք չես համաձայնվի։ Գիտեք ինչի համար, որովհետև այդ ամեն ծանրությունը դու ես կռում։ Ու Հիսուսին չես թողնում որ ինքը։ Ինչի համար չես թողնում, որովհետև իր մոտ չես գնացել։ Ու իր այդ լույսի ծանրությունն ու քաղցրությունը չես գացել, ներողություն, թեթևությունը, քաղցրությունը չես գացել։ Դու կարծում ես որ դու կարող ես ամեն ինչ անել, դու կարող ես այս անել, այն անել։ Ես իմ կյանքի մեջ շատ անգամ այնքան վիճակի մեջ եմ գտնվել, երբ որ Աստծուն չեմ հրավիրել իմ լույսի, իմ քաշելի լույսի տակը եւ ինքս եմ քաշել այդ բանը։ Ես համարյա հուսահատության մեջ եմ ընկել։ Ինչի համար, որովհետև ինքս եմ որոշել քաշելու այն, ինչ որ իմ ուժից վեր է իմ սիրելի քույր։ Բայց երբ որ հրավիրում ես Հիսուսին, ասում ես Հիսուս արի հետս քաշի։ Երբ որ դու քաշում ես ինձ հետ միասին, քո լուծն էլ, քո բերն էլ թեթև է ու քաղցր է, իրականում այդպես էլ կա մեր կյանքի մեջ։ Այդպես էլ կա, նորից եմ ասում, մենք կարող ենք ապաշխարած ու մկրտված լինել, բայց այն լուծն ու բերը մենք ինքներս կքաշենք։ Չես կարողանա իմ սիրելի քույր, չես կարողանա, կճխլտվես այդ բանի մեջ։ Բայց երբ որ Հիսուսին ես հրավիրում, ինքը քաշում է քո տեղը ու քեզ տալիս է այն մինիմումը, որ դու կարող ես անես, ու դու կարող ես անես։ Բայց դրա համար պետք է Հիսուսի կոչը ընդունենք։ Իմ մոտ եկեք բոլոր բեռնավորվածներ եւ հոգնածներ, եւ ձեզ հանգիստ կտամ։ Տերը թող բոլորիս օրհնի, որ մենք իրականում Հիսուսի մոտ գալով տանք նրան ամեն մեր հոգսերը, ամեն մեր դժվարությունները, ամեն մեր ծանրությունները, տանք նրան ու մենք կարողանանք այս կյանքի մեջ Աստծո պատվիրանքները կատարելով ոչ թե ծանրություն ունենալ, այլ թեթևություն, ուրախություն, քաղցրություն, որն որ մեզ հավիտենական ուրախության մեջ կտանի։ Տեր օրհնի բոլորիս եւ միշտ փառավորվի։ Հիմա